Պարոն Սարգսյան, ես ավելի շուտ օգտվում եմ ելույթի հնարավորությունից հարց տալու դահլիճում չէի այն ժամանակ, տեսեք դուք առաջարկում եք սահմանափակել, ասենք սոցիալապես անապահովության աջակցություն ստացող ընտանիքների անդամների մասնակցությունը, թոշակառուների, հա, այդ խաղամոլությամբ տարվելու այդ սահմանափակումների մասին եք խոսում, եկամուտի 20%-ի սահմանափակման, մինչև 20%-ը Սահմանափակման մասին եք խոսում, բայց գաղտնիք չէ, որ այս խաղամոլությունը, թմրամոլությունը այսօր լուրջ հիվանդություն է, հատկապես մեր երիտասարդության մեջ, ովքեր նաև չաշխատող են, ովքեր նաև այդ նպաստառուների, այդ աջակցություն ստացողների եկամտահարկի հետ վերադարձի որևէ աջակցությունից չեն օգտվում եւ հետեւաբար այդ սահմանափակումները ինչ որ կերպ ոնց որ թե իրեն շրջանցում են, այլ ինչ որ բան նախատեսվում է արդյոք այդ չաշխատող երիտասարդության խաղամոլության տարվելու հնարավոր սահմանափակումներ առաջ քաշելու վերաբերյալ միգուցե պետք է դնել Նաև ներքևից սահմանափակում, հա, եկամուտը այսքանից ավել պակաս եկամուտ ունեցողին արգելել խաղալու, ինչ որ ձևով միգուցե նաև ոչ միայն վերևից, այլև ներքևից սահմանափակում եկամտի վերաբերյալ, ինչ եք մտածում այդ ուղղությամբ։ Խնդրում եմ։ Բաբկեն Թունյան